նժար սահմանադրական շարժման վարչապետի տեխնացուն է, այս ընթացքում ինչ որ արդեն հայտարարել է, հա, այդ շարժումը դուք վարչապետի տեխնացուն եք, ինչ որ հանդիպումներ այլ ուժերի հետ, քննարկումներ եւ արդեն որոշում կա, ինչպես եք գնալ ընտրություններին առանձին, գուցե կոալիցիաներով, դաշինքներով, այսպես ասած։ Անհաշվելի թվով հանդիպումներ, այն խմբերի, թիմերի, նախաձեռնությունների, կուսակցությունների հետ, որոնց հետ մենք ենթադրում ենք, որ կարող ենք ունենալ ընդհանրություններ, իսկ ընդհանրությունները ես կարծում եմ մենք ունենք շատ-շատերի հետ, հատկապես նրանց հետ, ովքեր իսկապես սրտացավությամբ են վերաբերվում Հայաստանի ապագայի հետ կապված, Հայաստանի անվտանգության հետ կապված, Հայաստանում այնպիսի հիմքեր ստեղծելով, որը հնարավորություն կտա մեզ զարգացում ապահովել եւ ոչ թե մեկ անձի կողմից գալ ու զավթել ամբողջ իշխանությունը։ Այո, այդպիսի թիմեր կան, այդպիսի մարդիկ կան, մենք ամեն օր ռեժիմով հանդիպումների մեջ ենք, լինում են շատ հեշտ հանդիպումներ, քննարկումներ, որովհետև շատ քիչ հարցերում ունենք տարաձայնություններ, լինում են ավելի բարդ, բայց սա նորմալ քաղաքական process է։ Մենք ենթադրում ենք, որ մենք չենք ստեղծել հատուկ կուսակցություն, որովհետև մենք համարում ենք, որ դաշինքով գնալը լավագույն տարբերակն է։ Այսինքն մեկ միասնական խումբ ստեղծել, թիմ ստեղծել, որը կառաջնորդվի արժեքներով, կառաջնորդվի Հայաստանը իսկապես վերականգնելու այդ գաղափարով կառաջնորդվի եւ մենք հնարավորություն կունենանք հաղթելու։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ես համարում եմ, որ 100%-անոց տապալված է եւ այդպես են կարծում շատ շատերը։ Ամբողջ խնդիրը միայն կարողանալ ճիշտ մոդել ընտրել, որի պայմաններում մենք կարողանանք վաստակել հասարակության վստահությունը։ Այսինքն կապիտալիզացնել այն, ինչը որ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, իշխանությունը փողոցում ընկած է, ճիշտ վերցնողա պետք, այ հիմա հասարակության վստահությունը վայելող թիմերը կկարողանան ամբողջությամբ վերցնել իշխանությունը, բայց շատ կարևոր է հասկանալ, թե վերցնելու են որ ինչ անեն, որովհետև Քայլ արա մերժի Սերժին մենք մի անգամ անցել ենք այդ process-ը, հա, հիմա Քայլ արա մերժի Նիկոլին, դա բավարար չի։ Մենք պիտի հստակ հասկանանք, թե մենք հաջորդիվ քայլերով ինչպես ենք վերականգնելու Հայաստանը, իսկ այդպիսի ծրագրեր կան, պրոյեկտներ կան, շատ հարցերում թիմերը համախոհ են, տարբեր թիմեր համախոհ են, եւ հետեւաբար այո, ես հույսս դեռ մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք մեծ թիմով գնալ, եթե ոչ, ապա այո, ավելի փոքր թիմով, ավելի այսպես համախոհ, ավելի խիստ համախոհ մարդկանցով իհարկե մասնակցելու ենք ընտրություններին։ Տեսեք, եթե դաշինք կազմեցիք, ձեզ համար սկզբունքային է, որ դուք անպայման լինեք վարչապետի տեխնացուն, թե կա քննարկումներ այդ տեխնացուի շուրջ, եւ կուզեիք մի քիչ փակագծեր բացեք, ինչ ուժերի հետ օրինակ դաշինքի անուններով։ Ձեր թույլտվությամբ ես հիմա չեմ հայտարարի անուններ, թիմեր, խմբեր, որովհետև այս process-ը սիրում է լռություն եւ հանգստություն։ Այստեղ ճիշտ չի ընտրություններին ընդառաջ ավելորդ sense, սա ինտրիգ ստեղծելու համար չի, սա զուտ հանգիստ քննարկումները շարունակելու նպատակ ունի, անկեղծորեն ասեմ, երբեք իմ երազանքը չի եղել լինել երկրի վարչապետ կամ որևէ պետական պաշտոն զբաղեցնելը, ես միշտ ունեցել եմ իմ հետաքրքրությունները, իրավաբանությունը, իրավապաշտպանությունը, փաստաբանությունը, սա իմ այն ոլորտն է, որտեղ ես ինձ իսկապես ինքնաբավ եւ ինքնավստահ եւ ամբողջությամբ երջանիկ եմ զգացել, բայց կան իրավիճակներ, որտեղ մարդիկ պիտի վերցնեն իրենց վրա պատասխանատվություն, ավելին ասեմ, սա իմ որոշումը չի, սա թիմի մեր որոշումն էր, որովհետև ընտրել մարդ, որը հնարավորինս նեյտրալ է, մարդ, որը որևէ կուսակցության անդամ երբևէ չի եղել, որպեսզի չլինի նաև մրցակցություն տարբեր կուսակցական թիմերի մեջ, թե ինչու այս կուսակցության ղեկավար օրինակ կամ այս կուսակցությունից եղավ վարչապետի տեխնացուն, զուտ այս տրամաբանության մեջ է ընտրել եւ մարդ ով հնարավորինս քիչ խոցելի կլինի, որովհետեւ իր ապրած կյանքով շատ քիչ հնարավորություն կա, եթե չհորինեն, դժվար թե կարողանան գտնել մի դրվագ, որերով կարելի է օրինակ տենց մասկի շոու կազմակերպել կամ անհաշվելի թվով քրեական գործեր հարուցել, հա։ Հետևաբար տրամաբանությունը եղել է հետևյալի մեջ, որպեսզի անառողջ մրցակցություն չլինի, լինեն մարդիկ, ովքեր նեյտրալ են եւ սրա շուրջ։ Թե ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել լինել երկրի վարչապետը, նա պետք է հասկանալ, որ այս իրավիճակում դա բացառիկ մեծ պատասխանատվություն եւ ծայրահեղ ծանր բեռա լինելու ցանկացած մեկի համար, ով իր վրա կվերցնի այդ պատասխանատվությունը, որովհետև խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհն է ցնցումների մեջ, հետեւաբար հավատացեք, սա ինչ ասեմ, սա հեշտ լուծում եւ որոշում չի եղել եւ սա շատ մեծ պատասխանատվություն է իրականում։
ու անցած Կիրակի տեղ ունեցավ գիտեք Հովանավանքում պատարակը, այդ Կարքալույց քահանայի մասնակցությամբ Փաշինյանին վարչապետին գնացին մասնակցեցին ու ոնց որ դա շարունակվելու է հաջորդ Կիրակի են գնալու այս դրա մասին ձեր դիրքորոշումը ինչպիսի է։ Խիստ բացասական, որովհետև որքան էլ լինի դժգոհությունը որոշ բարձրաստիճան կրոնական ստատուսներ ունեցող, կարգավիճակներ ունեցող մարդկանց նկատմամբ, որքան էլ լինի այսպես տարբեր լուրեր պատտվեն օդում, միևնույնն է, այն ինչ տեղի ունենում, հաստատապես կարելի ասել, որ սա ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ եւ սա որևէ կերպ արդարացում ունենալ չի կարող, որովհետեւ մի կողմից սա մեր պետականության հիմքերից մեկի խարխլման, կազմաքանդման ճանապարհն է եւ այդ պահանջը ուղիղ ներկայացնում է Ադրբեջանը բացահայտ եւ ոչ այդքան բացահայտ, բայց սատարում է նաեւ Թուրքիան, որովհետեւ իրենց համար կա երկու խնդիր՝ դա Սփյուռքն է եւ դա հայ առաքելական եկեղեցին է։ Դա այն հնարավորություններն են, որը ունի հայ ժողովուրդը եւ օրինակ չունեն ադրբեջանցիները։ Սա այն հնարավորությունն է, այն գործիքակազմն է, բառը ներողություն եմ խնդրում բառի համար, բայց այն գործիքակազմը, որով մենք կարող ենք հայկական բոլոր ծրագրերը առաջ տանել։ Եվ Նիկոլ Փաշինյանի թիմը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները կազմաքանդելու եւ լուծարելու այս երկու կարևորագույն ինստիտուտները։ Ինչ վերաբերվում է այս Կարքալույց երիտասարդին, ինչ ասեմ, ես իրան խոհեմություն եմ ցանկանում, որովհետեւ ինքը անգամ չի հասկանում, որ ինքը այլ ուժերի ձեռքում ընդամենը գործիք է։ Իր վիրավորվածությունը գուցե արդարացի վիրավորվածությունը գուցե իր, չգիտեմ, ամբիցիաները, հիվանդագին ամբիցիաները իրեն շատ վատ տեղ են տանում, բոլոր խնդիրները լուծելի են, ես կարծում եմ, որ անհանգստանալու կարիք չկա, եկեղեցին իր բարձրության, իր խոհեմության մեջ է, իր 1700 տարուց ավել փորձառությունը իրան առաջի դեպքը չի, երբ Հայաստանի առաքելական եկեղեցու վրա հարձակում է տեղի ունենում, այս ամեն ինչը իրանք անցել են ցավալիորեն, սա նաև ցավալիորեն պիտի նշեմ, որ սա առաջի դեպքը չի, երբ ներսից են հարձակվում, երբ յուրայիններն են, այսպես ասած, հարձակվում հայ առաքելական եկեղեցու վրա, այս բոլոր հարցերը լուծվող հարցեր են, ոչ մի անհանգստանալու բան չկա, պետք է ուղղակի խոհեմություն պահպանել ու չտրվել սադրանքների, չգնալ այն արարողություններին, որոնք կարևորը սահմանադրությանը դեմ են, որովհետև չի կարող վարչապետը լուծել կաթողիկոսի լինել չլինելու հարցը, որովհետև սահմանադրությունն է դա անգամ, դեռ բարոյական, պատմական, մշակութային, ասենք հոգևոր հարցերը մի կողմ դրած, դա հակասահմանադրական գործողություն է եւ Նիկոլ Փաշինյանին բավարար չի, որ ինքն է անձամբ իրականացնում հակասահմանադրական գործողություններ, իսկ դա նշանակում է, որ քրեորեն պատժելի գործողություններ է անում։ Ինքը ուզում է, որ անպայման իր կողքին լինեն մարդիկ, ովքեր իր հետ հանցակից կլինեն։ Այ բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում են այդպիսի process-ներին, իրանք ուղղակի հակասահմանադրական գործողությունների այդ process-ում հանցակիցներ են եւ հավասարապես կիսելու են պատիժը։ Հոգեվոր պատիժը դա կլինի առանձին, դա մեր լուծելու հարցը չի, դա կլինի, չգիտեմ, դե Աստված վերևից ասում է, երևի թե նայում է, երևի թե մեզ չի մոռացել։ Մյուս կողմից էլ լինելու է իրավական պատասխանատվության խնդիր, այնպես որ յուրաքանչյուրը պիտի իր համար որոշի, ինքը մնում է օրենքի եւ բարոյականության նորմերի մեջ, թե միանում է այն մարդկանց, ում համար չկան ոչ կարմիր գծեր, ոչ բարոյական նորմեր, ոչ արժեքներ, ոչ սրբություններ, ոչ պատմություն, ոչ էլ ապագա իրանց հետ։